Փարքնեժդեհին։ Այսօր խոսելու եմ մեր հանրության առավել բևեռով հետաքրքրված եւ բևեռին աջակցող հայ մարդկանց մտահոգություններով, որովհետեւ հաճախակի ենք լսում, երբ որ մարդիկ ասում են ինչու չեք սրա հետ համագործակցում, ինչու չեք սրա հավաքին գնում, նրա կլոր սեղանին մասնակցում, նրա երթին մասնակցում կամ դուք հրավիրում ձեր եթերներին, սրան բերեք, նրան տարեք։ Ժողովրդի մեջ ցանկություն է առաջանում, ասենք, որ բևեռին տեսնի սրա հետ կամ նրան տեսնի բևեռի հետ։ Բևեռին կենտրոնացված, բայց ուզում է տարբեր օղակների հետ բևեռին տեսնել։ Մենք գիտենք, որ մարդ կուսակցություններ կամ բլոգեր կուսակցություններ շատ կան, որոնք ովքեր այդ մարդիկ կարող է ինչ-որ մի արտառոց հակուկաբով են եթեր անում կամ հատուկ ձայն ունեն կամ ինչ-որ մտքեր են մեր մեծերից վերցնում, կապում իրար շարադրում, գեղեցիկ մտքեր են արտաբերում, հա? Այլ պետություններից ինֆորմացիաներ են հավաքում, տեղեկացնում, որ վերջ ես ասեն։ Եվ այդ մարդկանց հեշտ է խեղճ ու կրակ տանը նստած մարդուն գրավել դեպի իրեն, վստահություն ներշնչել։ Ու նրանք այդ մարդիկ բևեռին ասում են ինչու չեք սրա հետ ես անում, ինչու չեք նրան սենց անում, ինչու չեք սրա հետ, մեզ են ասում։ Դե մենք հասկանալով, ճանաչելով բոլորի արմատները, թե ով որտեղից է սնվում, որքան էլ նախկիններին կամ ներկաներին քննադատում են, բայց հասկանում ենք, որ առանց նրանց հովանավորության նրանք չեն կարող, անգամ առանց նրանց տված ֆինանսի։ Եթե մենք միանգամից մերժենք ու այդ ժողովրդին ասենք, ախր ես մարդը սա են, մարդը նա են, մարդը նա է, չի կարելի։ Մենք այդ մարդկանց անմիջապես հաչալու հնարավորություն ենք տալու։ Մենք մեծամասամբ լռում ենք, ասում ենք լավ, գիտենք ովքեր են, բայց չենք ուզում ձեզ մերժել, բայց չենք էլ ուզում, ասես գնալ դրանց հակարդը։ Բայց երբ որ տեսնում ենք, որ շատ է այդ ձեր ցանկությունը, ձեր պնդումները, որովհետև դուք տեղյակ չեք ով է, եւ զուգահեռաբար այդ մարդիկ էլ փորձում են իրենք գալ մեր հավաքներին մասնակցել, խայծ գցելով, մենք ձեր ցանկությունը կատարելու համար գնում ենք, ասենք, սրա կլոր սեղանին, ձեր ցանկությամբ, նրա հավաքին, նրա միտինգին, հասկանում եք, բայց քան որ բևեռը մարդ կուսակցություն չի կամ բլոգեր կուսակցություն չի դրանց պես, բևեռը մենակ 10 հոգի խորհրդի անդամ ունի, հազարավոր անդամներ ունի, տարբեր գրասենյակներ ունի, եւ բևեռը զբաղված է Հայաստանում ազգային իշխանություն ձևավորելու գործին։ Ուրեմն մեր խնդրից մենք երբեք չենք շեղվում, եթե գնում ենք ինչ-որ մեկի կլոր սեղանին, մեկ կամ երկու հոգի մասնակցում է, մնացածը նորից լծված է այն գործին, ինչ որ անում ենք, ասենք, ձևավորել ազգային անցումային իշխանություն, տալ քաղաքական գնահատական անցյալին, պատասխանատվության ենթարկել նախկիններին ու ներկաներին, դատական անցումային համակարգ ձևավորել, հասկանում եք, լուստրացիա անել, նոր ընտրական օրենսգիրք փոխել, կուսակցությունների մասին օրենսգիրք փոխել, գնալ ընտրությունների։ Մենք այդ գործից չենք շեղվում, երբ որ ինչ-որ մեկի կլոր սեղանին մեկ կամ երկու հոգի հանդիպ գնում է։ Մնացածը լծված են այդ գործին, մեր գործը չի կանգնում։ Եթե նրանք գնում են ինչ-որ միտեղ ինչ-որ մեկի միջոցառման մասնակցում են, իրենց գործը կանգնում է, որովհետեւ անող չկա ուրիշ։ Ասենք բևեռի պես երկու հոգի չի գնում դեսպանների հետ հանդիպում, երկու հոգի չի գնում բաների, падգամավորների, սենատորների, հա, կամ պետքարտուղարության հետ հանդիպի, կամ դեսպանատների հետ հանդիպի։ Մենք մեր գործը անում ենք։ Մենք մեր տեղեկությունը աշխարհին մեր մասին հայտնում ենք։ Մենք չենք ասում մենք լավ ենք զգում, Ալիևն ինչ արել է ճիշտ է արել, մենք մեղավոր էինք, հասկանում եք, դրա համար Ալիևը մեզ պատժեց, մենք պատրաստ ենք Ալիևի բոլոր պահանջները կատարել։ Մենք դրանով չենք զբաղված, մենք լուրջ գործով ենք զբաղված։ Եվ մենք հնարավորություն ենք տալի, որ դուք լավ արդեն եթե ուզում եք համոզվեք, թե ով է, տեսեք, գնում ենք, մասնակցում ենք մի կլոր սեղանի, արդեն աղմուկը դուրս է գալիս կամ հաջորդ չմասնակցելուց արդեն սկսում են մարդիկ իրենց չարությունը, այսինքն իրենց նպատակը, որ բևեռին իրենք ուզում են փչացնել, դեպի իրենց քաշելով, անմիջապես բացահայտվում է։ Հիմա դուք համոզվեցիք, թե ինչու մենք չէինք ցանկանում դրանց հետ հանդիպել։ Օրինակ, ինչու չէինք ցանկանում հանդիպել։ Որովհետև չի կարելի գնալ մտնել մի միջավայր, որտեղ անդադ կեղտ է, կարող է քեզ կեղտ սկսվել։ Դուք պատկերացնում եք, ինչ-որ մեկը պատկերացնեք, որ պրապորշիկը ենթասպան գեներալին բանանի։ Հերասնի ծառայությունից, էլի, ասում է, մենք Ժիրար Սեֆիլյանին զրկում ենք, բան, կլոր սեղանից, դու էլ քո կլոր սեղանն էլ։ Հասկանում ես, այս պրապորշիկ։ Դուք տեսակ, որ ասենք ձեր հորդորները երբ որ կատարվում են, չնայած դրանից բևեռը քիչ է դժվելու, ձեր աչքերը թող բացվեն, որ դուք հասկանաք ով ինչ նպատակ ունի։ Բոլորի ուշումից կը բևեռը փչացնելն է, որովհետև բևեռը իր գծից
նախկիններին ու ներկաներին պատասխանատվության ենթարկելու մտքից չի հրաժարվում։ Քաղաքական գնահատական տալուց անցյալին չի հրաժարվում։ Մեր բոլոր ցավերը պետք է լուծվեն այդպես։ Եվ նրանք հասկանում են, որ եւ այն քաղաքական ուժերը, ովքեր ասում են մենք պատրաստում ենք գնալ ընտրությունների ու ընդդիմադիր են ձևանում, հավատացեք, նրանք արժևորում են Նիկոլի իշխանությունը։ Ուրեմն իրենք ընդունում են, որ Նիկոլը ժողովրդավար ղեկավար է։ Եթե դու հավատում ես, որ Նիկոլը պետք է արդար ընտրություն կազմակերպի, ու դու գնում ես ընտրությունների, ասում ես ես գնում եմ ընտրություններով բան փոխելու։ Շարունակում դու արժևորում ես Նիկոլին։ Վերջ, այդ մարդուն չասեք բևեր բացրայդ ինչի՞ ես համագործակցում, ով կասի ընտրություններով բան եմ փոխելու։ Ուրեմն ինքը ասում է, որ Նիկոլը ժողովրդավար է։ Այն Նիկոլը ով որ ասում է իշխանությունը, ես եմ կառավարությունը, ես եմ որոշողը, ես եմ ինչ ոնց ուզեմ, երբ ուզեմ, ինչքան ուզեմ։ Հասկանում եք։ Մի բան հստակ է։ Նիկոլը ընտրություններով չի կարող հաղթել։ Մի մարդ, ով ժողովրդի ցեղասպանին արդարացնում է, կատարել Ալիևի բոլոր պահանջները, շարունակում արդարացնել Ալիևին։ Այսինքն տեղին է իր պահանջները, պետք է կատարենք։ Այսինքն մենք մեղավոր ենք եղել, հենց ինքը դեմ է տվել, մենք անում ենք։ Նիկոլի գործողությունը դա է ասում։ Ինքը արդարացնում է հա ժողովրդի ցեղասպան Ալիևին։ Ոնց կարող է ժողովրդի ցեղասպանին արդարացնողը քվեստանա։ Դա բացառվում է։ Բացի իր ապարատից իրեն որից մեկը չպետք է ընտրի։ Հələ հարցել է դա ապարատի անդամների ընտանիքի անդամները բոլորը կընտրեն թե չէ։ Իր հույսը թուրքերն են, որ սահմանը բացի բերիստեղ անձնագրերի տաձեռները ցույցերին հավաքի հրապարակ քվեարկության ժամանակ էլ անձնագրի տաձեռները մտնեն քվեարկեն, եթե չկարողանա այլ կերպ կեղծել։ Եթե չկարողանա կենտրոնական դրական հանձնաժողովի նախագահին ասի կանգնի առավոտը հայտարարի, որ սա այսքան տոկոս հավաքես, նա այնքան տոկոս հավաքես, ինչպես միշտ եղել է, ինչպես միշտ եղել է։ Միշտ։ Ուստի կանք մի եզրակացության, որ բևերը երբ որ ինչ-որ մի բանի տեղիք է տալիս, ինքը հստ իր ճանապարհից չի շեղվում, որովհետև ինքը բազմանդամ կուսակցություն է եւ կարծր է իր դիրքորոշման մեջ։ Հասկանում եք։ Եթե մարդն ասում է առաջինը ես եմ Վիլսոնի իրավար վճռից խոսել, առաջինը ես եմ Արագած բացել, բարձրացել, Արագած առաջինը Արագածի հովիվներն են բարձրացել, տղա ջան։ Վիլսոնի իրավար վճռ, երբ որ Պապյանը զբաղվում էր, դու լավագույն դեպքում դպրոցի վերջին դասարաններում էիր կամ եթե բուհ ես գնացել առաջի կուրսում լավագույն դեպքում, երբ որ Պապյանը զբաղվում էր դրանով։ Հասկանում եք։ Եթե չեք կարողանում Պապյանի արած աշխատանքին օգտակար լինել, մի խանգարեք, չնայած ձեր գործը խանգարելն է։ Քանի հոդված եք գրել Վիլսոնի իրավարար վճռի հետ կապված, քանի գիրք եք տպագրել, քանիստ եք թարգմանել, ասենք, ես Պապյանի գործողություններն եմ ասում, դուք քանի հոդված եք գրել Վիլսոնի իրավարար վճռի մասին, բոլորին եմ ասում, քաղաքական դաշտում ով կա։ Քանի արխիվ եք այցելել, ինքնաթիռի տոմս առել, թռել Թուրքիայի արխիվները, Լոնդոնի, չգիտեմ, Գերմանիայի, հա, Ամերիկայի արխիվները 100 տարի մեկ բացում են, Պապյանը տոմս է առնում ինքնաթիռով, թռնում է այնտեղ, սկսում է քչփորել, քուջուջի անում մեր Հայաստանի հարցին վեր Սևրի դաշնագիր կլինի, Վիլսոնի իրավար վճիռ կլինի, այս կլինի, այն կլինի, նյութեր է վերցնում, բերում հավաքագրում գիրք է կազմում եւ դրա շրջանում փորձում է վերլուծություն կատարել, ճանապարհ գտնել։ Քանիսը դեք փող ծախսել, ինքնաթիռ տոմս առել, թռել, հասել ինչ-որ մի երկրի, բան արխիվը բացելու պահին ներկա է եղել այնտեղ եւ այդ արխիվից բնօրինակը վերցել, տեսել, կարդացել, արտադպել, նկարել կամ վերցրել առհասարակ։ Փող ծախսել եք ինքնաթիռի տոմսի, էլ չասեմ գիրք տպելու վրա, հոդված տպելու վրա, թարգմանելու վրա, Վիլսոնի իրավարար վճռով ձեզ առաջամարտիկ դարձնողներ։ Ուղղակի սիրելի հանրություն, Բևերը հստակ իր գործով առաջ է շարժում, եկեք դուք մի թելադրեք, թե Բևերը ում հանդիպի, դուք ուղղակի խայծ եք կուլ տալի։ Բևերը հստակ գնում է ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա։ Հայաստանը ունի ընդամենը մի հանրապետություն, դա Հայաստանի առաջին հանրապետությունն է, որը ձևավորվել է 1918 թվականին, 3-րդ, 2-րդ, 4-րդ, չկա այդպիսի հանրապետություն։ Այդ մնացած հանրապետությունները քրեական տարր են։ Եթե դու 4-րդ հանրապետության անդամ ես կամ 3-րդ հանրապետության անդամ ես, ուրեմն դու հանցագործ ես, որովհետև դու Արցախ ես խլել Ադրբեջանից։ Դրա համար պետք է պատասխան տաս։ Ուստի մենք առաջի հանրապետության իրավահաջորդ ենք, որտեղ ներգրաված է եւ Արցախը, եւ Նախիջևանը, եւ Արարատը, Կարսը, հասկանում եք, եւ սրանից դուրս եթե դուք Հայաստան եք պատկերացնում, ուրեմն դուք օկուպանտ եք, ուրեմն դուք հանցագործ եք, պետք է հատուցեք։ Խոհեմ եղեք։ Մնաք խաղաղությամբ։